Օպրիկ երեխեք ջան, ոչի չէ որ ասում երեխեք։ Դες բախտեր բեր, բան ինգա ոտս եկել եմ ասում հարթնացավ ուժե հիվանդանոցում։ Սկորին կանչել էին։ Ծանոց։ Քանի ծանր է։ Շատ։ Տոննայուկ ես, տենց։ Տոննայուկ ես։ Հա, մեծ սենց բաներ էլի, հա։ Կա ոտքի։ Ընկել, հա, սենց ոտքից և ծնկից ներքև, որ բժիշկներս տեսել են, ասել են չկա։ Տիկին Նվարդը 76 տարեկան աշխույժ կին, աշխատասեր, նա աշխատում էր և դեպքը տեղի ունեցել աշխատանքի վայրում։ Բերեցին հիվանդանոց շտապ օգնությունով, ծանր վիճակում, արյունահոսությամբ, ցավային շոկով, անհետաձգելի կարգով տեղափոխվել է վիրահատարան և տեղում որոշվել է պայքարել ոտքի փրկության համար։ Անհետաձգելի կարգով վիրահատարան տեղափոխվելուց հետո հրավիրել է Մեդմիկրովիրաբույժ Սարգսյան Մհերը, որի հետ առաջնային էտապով կատարվել է փափուկ հյուսվածքային դեֆեկտի լրացում և արտօջախային ապարատի օստեոսինթեզ ոլորտի ոսկրերի, սրունքի զույգ ոսկրերի։ Երկրորդային էտապով արդեն կատարվել է արտօջախային ապարատի հեռացում և բաժանմունքի վարիչի Մանուկյան Կարեն Կիրակոսովիչի հետ միասին կատարվել է ինտրամեդուլյար մեխով օստեոսինթեզ և վակ համակարգի տեղադրում մեր միկրովիրաբույժի հետ միասին, Սարգսյան Մհերի հետ միասին։ Հուլիսի 15-ից մինչև ամսի 28-ը օգոստոսի ամեն առավոտ դոկտորս նայելա, ստուգելա, փաթաթելա, պիրիվյասկա արել, ոտս լվացելա, այդ վերքերը, էդի ոնց կարելի է այդպես բան մոռացած, չի կարելի։ Լավ պացիենտ, միշտ ջերմ, մասնակից էր մեր բուժական գործընթացին և նաև մեր լավ արդյունքի մեր ելքը պայմանավորված է նաև դրանով։ Իմ կարծիքով դուք պիտի գնաք գործի։ Պիտի գնամ։ Տանը ձեր համար ծանրություն է։ Ճիշտ է։ Իրոք Գնացեք աշխատեք։ 20 տարի է, 20-ը լրացավ։ Աշխատանքի էր, աշխատանքի չէր, կիրակի էր, գալիս էր։ Մի հատ ոտը ստուգում էր, կիրակի չունեք, բժիշկ ջան, ասում էր ոչինչ։ Գալիս էր մի հատ, նայում էր իր աշխատանքը, իմ վիճակը ոնց է, հո գնում։ Որսես բժիշկներ ունեն, շատ լավ, որ նորից եմ ասում, բախտս բերել է։